Մեր օպոնենտները մեզ փորձում են բացատրել ինչ կարևոր է կրթությունը, որպեսզի դուք հասկանաք, մեջքի հետևում այն դպրոցն է, որտեղ 50 տարի դասավանդել է պապս, որտեղ 30 տարի աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի տատիկս եւ մայրս է դասավանդել եւ մեր ընտանիքի ամենօրյա կյանքը ու բոլոր պատմությունները կապված են դպրոցի հետ, քանի որ ուսուցիչների ընտանիք ենք։ Դպրոցը վերակառուցվել է 20 տարի առաջ եւ կարծում եմ կարիք չկա մեզ բացատրելու, թե ինչքան կարևոր է կրթությունը եւ ինչքան կարևոր է դպրոցաշինությունը։ Ինչ ենք մենք ուզում պատմել եւ հասկացնել, որ չնայած բոլոր այս ներդրումներին, որ մենք արել ենք մեր համայնքներում մեծ սիրով, մենք կարող ենք տեսնել նաեւ տները, որ վերակառուցվել են այստեղ, չեմ ուզում բոլորը ցույց տամ, մասը կարող եք տեսնել։ Չնայած բոլոր այս վերակառուցումներին 20 տարի ընթացքում մեր գյուղից մարդիկ հեռանում են։ Հեռանում են, որովհետև աշխատանք չկա։ Նույնը սպառնալու է Հայաստանի բոլոր գյուղերին։ Չնայած եթե ուզում ենք անգամ բոլոր տները այսպես վերակառուցենք, մարդիկ եթե տունը գումար չի մտնում, հեռանալու են։ Եվ դրա պատճառը մենակ աշխատատեղերն են, որի վրա պետք է աշխատել առաջի օրվանից ու ասեմ շատ արագ արդյունքներ կլինի։ Շատ արագ ես տեսնում եմ, որ մի քանի տարվա ընթացքում, 1, 2, 3 տարվա ընթացքում համայնքներ, շրջաններ ավելի այն ճնշումը գործազրկության քիչ է այդ համայնքների վրայից, չեմ ասում բոլոր, բայց շատ համայնքներ, որոնք ունեն այդ պոտենցիալը, արագ պետության մասնակցությամբ, եթե լինեն արդյունաբերության կենթանացման վերակառուցման ծրագրեր, ես վստահեցնում եմ շատ արագ մարդիկ աշխատանքներ կունենան Հայաստանի շրջաններում։ Այս խնդիրը Երևանի համար մի քիչ կարող է առաջնային չթվալ, բայց Երևանում աշխատավարձերի թիվն է կարևոր, քանի որ քաղաքը մարդիկ շատ թանկ քաղաք է եւ մարդիկ դժվարությամբ են կարում աշխատավարձով լավ պայմաններ իրենց ապահովել, բայց շրջաններում շատ մեծ է խնդիրը աշխատանքի, այն շրջաններում, որտեղ չկա հանքարդյունաբերություն, գործազրկությունը massայական է։ Եվ եւս մեկ անգամ մենք մեզ պատմելու կարիք չկա համայնքներում ու ընդհանրապես Հայաստան կրթության մասին, որտեղ ինձ թվում է բոլորը հասկացան, որ 50 տարի մենք մեր ծնված օրվանից դպրոցի առօրյայով ենք ապրել եւ հասկանում ենք, թե ինչ կարեւոր է, բայց եկել ենք այն եզրանկման, որ այս պահին Հայաստանի համար առաջնայինը աշխատատեղերն են։ Շնորհակալություն։